Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 27։ Ես տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհների համեմատ և իր գործերի պտուղին համեմատ։ Երեմիա 17:10 խոսք։ Մեր միջնորդի միջոցով մեզ տրված արդարությունը ըստ էության նույնն է, ինչ որ մենք ունեինք ի սկզբանե, և նրա եռակի ծառայությունը, թագավորական, քահանայական և մարգարեական, ծառայում են հենց այդ նպատակին։ Քահանայական ծառայությամբ նա հաշտեցնում է մեզ Աստծո հետ և մեզ մոտեցնում նրան։ Մարգարեական ծառայությամբ սովորեցնում է մեզ ճիշտ ճանապարհը, իսկ թագավորական ծառայությամբ գործում է մեր մեջ այն հատկանիշները և մեզ տալիս է այն գեղեցիկ հագուստը, այսինքն արդար կյանքը, որը անհրաժեշտ է, որպեսզի կրկին հաղորդակցվենք Աստծո հետ, ինչպես սկզբում էր։ Մեր երկրորդ Ադամը նման չէր լինի առաջինին, եթե չկատարեր այս մեծ գործը՝ մեզ փոխանցելու իր արդարությունը, ինչպես առաջին Ադամը պետք է փոխանցեր իր սկզբնական արդարությունը իր սերունդներին։ Ինչպես առաջին դեպքում դա փոխանցվում էր մարմնական ծնունդով, այնպես էլ երկրորդ Ադամի արդար բնությունը մեզ է փոխանցվում հոգևոր վերածնունդով։ Այս իմաստով վերածնված մարդիկ կոչվում են նրա սերունդը և համարվում են նրա ազգը, ինչպես որ գրված է. «Սերունդը կծառայե նրան, նա Տիրոջը ազգ կհամարվի» Սաղմոս 22:30 խոսք։ Այսինքն նրանք նույնքան համարվում են Քրիստոսի սերունդ, որքան մյուս մարդիկ համարվում են Ադամի սերունդ, քանզի նրանք վերածնվում են Քրիստոսից, ինչպես մարդկությունը Ադամից։ Ինչպես Աստված հավատացյալներին արդար է համարում Քրիստոսի արդարությամբ, կարծես դա իրենց սեփականն է, այնպես էլ նրանց համարում է Քրիստոսի սերունդ ոչ միայն խոսքով, այլ այնպես, որ նրանք իսկապես նրանից են ծնվել։